Դու ինչ ես հասկանում, որ ինձ էլ մեղադրում ես, հա? Ինչ ես հասկանում։ Դու գոնե գիտես, ես ամեն գիշեր մեռնում եմ, հետո առավոտյան հարություն եմ առնում, որ ես ընտանիքը կարողանամ փրկեմ։ Դու գոնե գիտես այդ ընտանիքի արժեքը, հա? Տենց հեշտ ասում ես բաժանվի Մինասից։ Այդ ինչա խաղու պարեր, հա? Այս խաղը ավարտեցինք, անցանք հաջորդին։ Գիտես ինչ դժվար է ամեն օր ատամներով պահել ես ամեն ինչը։ Այն ամեն ինչը, որ փլվում է ուղիղ գլխիս։ Ուզում էիր նորից խփել, հա? Հա։ Ու եթե շարունակեիր կխփեի։ Ես չեմ հասկանում, Էլեն, դու մարդ ես։ Այն Սեդան ճիշտ է ասում, գիտես։ Դու ոնց որ իր ընկերուհին չլնես, այլ թշնամին։ Իմ դեպքում էլ է տենց։ Ես չեմ հասկանում, դու իմ քույրն ես, թե թշնամին։ Բա ինչի համար չեկար, բան է եղել։ Եթե քո հետ ազնիվ լինեմ, ուզում եմ կարճ ու կոնկրետ խոսամ այս ամեն ինչի մասին։ Ինձ արդեն դուր չի գալիս այս խոսակցությունը։ Մանե, դու ջահել աղջիկ ես։ Դու շատ երկար կյանք ունեցել եւ շատ երջանիկ։ Դու կարող ես ունենալ ամուսին, երեխա։ Իմ հետ դու այդ ամեն ինչը չես կարող ունենալ։ Ես չեմ ուզում քո բախտի հետ խաղալ։ Մինաս։ Արի թող ավարտեմ, էլի։ Ինչքան է մեր մեջ այդ ուժեղ զգացմունքները կա, դա ոչ մի բանին չի օգնի։ Չես հասկանում, որ եթե շարունակես իմ կողքը մնալ, ոչ մի բան չես ունենալու կյանքումդ։ Բայց ես քո կողքին շատ լավ եմ զգում, Մինաս, ես դրանից չեմ նեղվում։ Բայց դու մոռանում ես, որ ես ընտանիք ունեմ։ Երեխա, կին։ Ես պատասխանատու եմ իրենց նկատմամբ։ Քո համար էլ եմ պատասխանատու։ Դրա համար ամեն ինչ եմ անում, որ քո համար լավ լինի։ Ես ամենաշատը սրանից էի վախենում։ Բայց դու էր չի ասում, որ իմ ու քո միասին լինելը դա քո որոշումն է, որ ես ինձ հանկարծ վատ չզգամ։ Բա ինչ եղավ։ Ասում էիր, որ սիրում ես ինձ, առանց ինձ չես կարում։ Ինչ եղավ, Մինաս, հոգնեցիր ինձանից, հա։ Բայց ես քեզ որտեղ եմ խաբել։ Ինչ եմ սուտ ասել քեզ։ Ինչ պետքա քո համար արել եմ։ Դու չես հասկանում, որ ինչքան էլ երկար իմ կողքը լինես, մեկը մի պահի փոշմանելու ես քո կորցրած ժամանակի համար։ Այդ քո ասած ընտանիքը ես վաղուց կարայի կառուցեի, բայց ես քեզ ընտրեցի, չէ՞ Մինաս, ու ես դրանից ինձ վատ չեմ զգում։ Հիմա ինչ, դու քեզ դրանից վատ ես զգում։ Ես նորից եմ քեզ ասում, ես ամեն ինչ արել եմ քո համար ու անում եմ։ Դու կշարունակես իմ մոտ աշխատել եւ մենք կմնանք ընկերներ։ Ես միշտ քո հետ եմ, մի մտածի։ Ընկերներ։ Մեր մեջ չափից ավել բան է եղել ընկեր մնալու համար, Մինաս, չես հասկանում, ինչ ընկերներ։ Ամեն ինչ էլ մարդու համար է։ Երբ որ ուզենք կստացվի։ Ես գնացի վաղ կհանդիպենք օֆիսում։ Մինաս։ Կներես, բայց ես էլ չեմ կարող գալ օֆիս։ Ուղղակի չեմ կարող։ Գործը տարել ես, զանգել ես, որ զեկուցես, խելոքացել ես, ապրես։ Զանգել եմ ասեմ իմ ու Մինասի մեջ ամեն ինչ վերջացած է։ Այսինքն։ Այսինքն ինձ ազատել աշխատանքից։ Այդ հեքիաթն էլ նոր գրեցիր, մանե։ Չես հասկանում, ասում եմ ազատել աշխատանքից։ Ինչի։
Ինչ ա եղել։ Կարող ես Սուզինա բան իմացել։ Չգիտեմ, մեկավ ասեց, որ էլ չեմ կարող գնալ աշխատանքի ու ընդհանրապես քո համար դժվար չի դա ճշտելը, կարող ես ճշտել։ Ես ոնց ես մտել ստեղ։ Լավ էլ պահի եմ, հա, եկել։ Ինչ ա եղել։ Եկել եմ սկսածդ խաղը մանրամասնես։ Քեզ թվում է չեմ հասկանում, որ Մինասին ամեն ինչ պատմել ես։ Ինքդ էլ ինձանից պաշտպանելու համար քեզ աշխատանքից հանել է, բայց շատ էժան սցենար եք գրել։ Պայմանավորվել եք, որ քեզ աշխատանքից հանի, դու էլ վտանգավոր գոտուց դուրս գաս, որ իմ հարցերը հեշտ լուծի։ Գժվել ես։ Ես քեզ զգուշացրեցի, եթե Մինասից զանգ ստացա, իմ ու իր հարաբերությունները լարվեցին, իմ ձեռից չես պրծնելու։ Նվեր, ինչ սցենար, ինչ ես դու խոսում, ասում եմ ինձ աշխատանքից ազատել է, չես հասկանում։ Քո համար էդի դժվար չի ճշտելը, գիտես, կարող ես գնալ օֆիս ու ճշտել դա։ Ձեռքերդ հեռու, չփորձես ինձ կպնել, դու իմ ամբողջ կյանքը փչացրել ես, դրա համար հեռու գնա ինձանից։ Ես կճշտեմ, բայց նա միամիտ դու ինձ խափած չլինես։ Ինչ ուզում ես ճշտի, իմ համար լրիվ մեկ է ու ոնց ուզում ես քո բիզնեսն է փրկի, մենակ ինձանից հեռու։ Գնա ստեղից։ Ասում եմ գնա։ Հանգստացի չի բացվելու, Սեդա։ Նվեր կանգնի ասում եմ, ես քո հետ ոչ միտեղ չեմ ուզում գամ, չես հասկանում, կանգնի հենց հիմա։ Լավ ուր են գնում, կարաս բացատրես։ Նվեր հետդ եմ, չես լսում, կանգնի։ Մամա։
Ասա, Մամ, նվերը տարավ Սեդային։ ո՞նց տարավ, ուր տարավ։ Տենց ձեռքից քաշեց ավտոնը ստացրեց։ Քեզ բան։ Սպասի։ Ալո, խնդրում եմ, արի, ու ինչքան հնարավոր է շուտ։ Եվա, ինչ որ բան էին խոսում, հա, գոռում էին իրար վրա։ Հեռու էի կանգնած, չեմ լսել։ Հասկացա։ Լավ գնա մի հատ Էլենին կանչի։ Մամ, Էլենը տանը չի։ Ոնց տանը չի։ Շուտ է դուրս եկել։ Հա, շորերը հավաքեց դուրս եկավ։ Հա։ Հա, մի քիչ առաջ։ Այ Տեր Աստված։ Մարդ չգիտի որ մեկով զբաղվի։ Նվեր։ Հագստացի։ Աստված իմ ուր են գնում։ Կամած քշի վախենում եմ։ Նվեր կանգնի։ Նվեր։ Այ Էլեն, դու ինչի չես պատասխանում։ Մամ, այս էլ Սեդայի հեռախոսը։ Ինչ է եղել։ Ասա։ Բաց թող։ Բաց թող։ Նվեր։ Վերջ, այսօր բանից մնալու ենք ստեղ։ Բոլորից հեռու, բոլորից կտրված։ Ինչ։ Դու ընդհանրապես հասկանում ես ինչ ես խոսում ու ինչ ես անում։ Հա, Սեդա։ Սրտիս ուզածն եմ անում, սրտիս։ Մենք իրարից ինչ բաժանվել եք տեղս չեմ գտնում։ Այդ մատանին, ինչ մատի չի, օր ու արև չունեմ։ Իսկ կարողա մի պահ հիշես, թե ոնց եկար մեր տուն ու հրաժարվեցին ինձնից։ Կարողա հիշես, թե ոնց Մինասին ասեցիր, որ չես պատրաստվում ինձ քո տուն տանել, բա ինչ եղավ, հն։ Ես ամեն ինչն էլ հիշում եմ։ Ոնց ու երբ։ Բայց հիմա ամեն ինչ ուրիշ է։ Ինչն է ուրիշ, Նվեր։ Այդ դժբախտությունը իմ հետ եղել է, չէ՞ արդեն։ Ոչ մի բան չի փոխվելու, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ տարիներ անց։ Հիշում ես դու էիր ասում, եթե 10 տարի էլ անցնի, մեկը դու քեզ իմ հետ լիարժեք չես գալու։ Բա ինչ եղավ, ինչի համար այս ներկայացումը ընդհանրապես։ Թող, ես չեմ ուզում, որ դու կպնես ինձ։ Բաց թող։ Բա ով ես ուզում, տաքսիստդ։ Հա, քո ուզածը է դա։ Պատասխանել չունես, է։ Այդ ինչ է նշանակում, որ ճիշտ եմ։ Խոսա, ճիշտ եմ, չէ՞ Սեդա։
Եվա, բալես հաստատ լացում էր, թե ուղակի խոսում էին։ Սուզի, Ինչ, հարց չեմ կարա տամ։ Մամ, ասում եմ, Սեդան չէր ուզում նստել։ Նվերը ձեռից քաշեց, նստացեց մեքենա։ Եվա, լավ կլինի դու գնաս քո սենյակ։ Պապ, դու մի բան կանես, չէ։ Եվա, Ինչ։ բալես ամեն ինչ նորմալ կլինի, հաստատ լավ կլինի, դու գնա քո սենյակ հիմա հանգստացի, գնա։ Մինաս իսկ կլինի չշտապես։ Կարող է խոսում են ու իրար հասկանում են։ Ես հասկանում եմ քո համար դժվար այս ամեն ինչը ընդունել ու ընկալել, բայց ես էլ դու էլ շատ լավ գիտենք, չէ՞, ինչա կատարվել Սեդայի հետ։ Ու գիտենք, թե ինչ կերպով է իր անունը շրջանառվում հիմա ամբողջ երկրում։ Միգուցե նվերը իրան հետ ընդունի, խոսան, հասկանան, մի շտապի։ Հակառակ դեպքում քույրդ ամբողջ կյանքում դժբախտ ու մենակ է լինելու։ Մի քիչ սպասի։ դու ոնց որ քեզ լավ ես զգում, հա արդեն։ Դե ոնց որ տեն հին Սյուզին եկել է էլի, իր անճարեղ մտքերով։ Մենաս դու կարաս գոռաս, կարաս ջղայնանաս, բայց ես միևնույնը կասեմ։ Սեդայի համար շատ դժվար է լինելու իր կյանքը նորից կառուցել։ Ավելի լավ կլինի, որ ինքը միանա նվերի հետ, որովհետև մենք նվերին ստիպված չենք լինելու նորից բացատրություն տանք, այդ ամբողջ պատմությունը պատմենք։ Ինքը այդ ամեն ինչը գիտի։ Ես իմ քրոջը միջև կյանքի վերջ դերեմ, մնացածը քո գործը չի։ Եթե Սեդային ես զանգում, հեռախոսը տանն է թողել։ Լսում եմ։ Լսում եմ, Հարութ։ Բարև ձեզ։ Ես Սեդային եմ զանգել։ Դե պարզա, որ Սեդայի հեռախոսին եք զանգել, ուրեմն Սեդային եք ուզում։ Սեդան տանը չի, հեռախոսն էլ տանն է թողել։ Իսկ ուր է։ Այդ մի բանը, որ իմանաս, մեզ էլ ասա։ Կլինի ոչ մեկի անունը չտաս, ստեղ հարցը մենակ դու ես։ Դու որ եկար ու հրաժարվեցիր ինձնից, հիմա էլ եկել ես ու ասում ես, որ իրար հետ ենք ապրելու, ինչ էիր ուզում։ Հալվեին գնեի գիրկդ, ձեռքս թող։ Ինձ հունից չհանես։ Ձեռքս թող։ Ես աննասունելի զանգերից չի պատասխանում։ Հանգստացի, Մինաս։ Եթե քրոջս գլխից մի հատ մազանգ է, ես ես լակոտին կսպանեմ։ Հեսա տանը կտեսնելու էր ես չկամ ու հաստատ կզանգեն ինձ հեռախոսս էլ մոտս չի ու Մինասը կսկսի փնտրել ինձ Ու կգա ու մենք կհայտարարենք, որ ամուսնանում ենք դու հաստատ լավ ես Ես հրաժարվեցի քեզանից, որովհետև մտածում եմ խաբում ես, չէի հավատում, որ հիշողությունդ կորցրել ես։
Ես համեմատեցի քո կարգավիճակը իմ ապրածի հետ, Սեդա, ու հասկացա, որ այդ ամեն ինչի վրա բիծ է թողելու։ Բա որ միտեղ գնամ, միտեղ հյուր լինեմ, մատով ցույց են տալու, ասեն, էս են աղջկա ամուսինը, չի։ Վրս ծիծաղալու են։ Ես էլ եմ տղամարդ։ Ես էլ իմ վախեր ունեմ, մարդ եմ, չէ։ Գիտես տղամարդու համար ամենավախենալուն որն է, որ իր հեղինակությունը կորցնի։ Դու իմն էր, ու մտածում է այդ ամեն ինչը կեղտա թողելու նաև իմ վրա։ Դրա համար հրաժարվեցի քեզանից, Սեդա։ Ես հասկանում եմ, դու քո մեջ գցե բռնել ես, մտածել ես, լավ, որ ինձ սիրում է, ինչի համար այս քայլին գնում։ Բացատրեմ, միշտ չի, որ մարդու սիրտն ու խելքը մի լեզվով են խոսում։ Ես քեզ չեմ թողել։ Ես ինձ էի կորցրել։ Ես մտածում էի աշխարհի իմ շուրջն է պատտվում։ Բոլորը վրես ծիծաղում են, բոլորը մատով ցույց են տալիս։ Բայց գիտես ինչ եմ հասկացել, որ մարդկանց համար մեկ է, մի քանի ամիս է կխոսան ու հետո կմոռանան, բայց այն ցավը, որ ես զգում եմ քեզ թողնելուց հետո, այդ իմ ամբողջ կյանքում ինձ ցավացնելու է։ Ես չեմ եկել քեզ հեքիաթներ պատմեմ, ես հաղթահարել եմ այդ ցավը, ես ուժ եմ գտել իմ մեջ, ես քեզ խնդրում եմ, ինձ հետ ընդունի, Սեդա, իմ համար մեկ է, ով ինչ կխոսա, ինչ կմտածի, ես թքած ունեմ, խնդրում եմ, ինձ հնարավորություն տուր։ Հիշում ես, որ առաջին անգամ քեզ գրկել էի, այն որ լուռ էինք, այդ պահն էինք վայելում։ Ես հիմա չգիտեմ ես որորդ անգամն է մեր հանդիպման, բայց նույն բանն եմ զգում, Սեդ։ Խնդրում եմ ձեն մի հանի, պարզապես սուս մնա, արի վայելենք այս պահը։ Նվեր, Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ դու ինձ հավատաս։ Ես քեզ չեմ նեղացնի, խնդրում եմ, ինձ մի հնարավորություն տուր։ Ինձ թվում է ժամանակ պետք չի կորցնել։ Այս մատանին քո մատին պետք է լինի։ Ես էլ չեմ կարող sense, ես դուրս եմ գալիս։ Բայց ուր, ինչ գիտես որտեղա որ գնում ես։ Այս էլ են ինչ եղավ։ մի հատ կբացատրես հասկանամ ուզածդ ինչ է։ Որ կինս դառնաս։ Իրականում ինչ ես ուզում։ Ինչի ես ուզում սրանով հասնես։ Ուզածը սերն է։ Ուզում եմ ամեն ինչ առաջվան անես Սեդա։ Առաջվան է։ Առաջվան էլ երբեք չի լինելու։ Երբ որ դու քո անունն էիր փրկում, այդ ընթացքում այդ նույն խոսակցությունները ուղղակի թաղում էին ինձ։ Հա, ես հասկանում եմ, մարդ ես, վախեցել ես։ Բայց իմ կողքը պիտի լինի նենց տղամարդ, ով միշտ կսիրի ինձ։ Անգամ այն ժամանակ, երբ որ ես ինքս ինձնից կզզվեմ։ Անգամ երբ որ ամբողջ աշխարհը փուլ կգա գլխից։ Ես քեզանից հիասթափվել եմ, գիտես։ Դու նենց ես արել, որ ես քո ամեն արածի տակ վատ ու սխալ բան տեսնեմ։ Քո քայլերը, անգամ քո վրեժ լուծելու ձևը իմ համար զզվելի է։ Հիմա դու ինչ ես եկել ինձ ասում։
Վախեցել ես, ինչ-որ բաներ ես հասկացել, բայց ես քեզ չեմ հասկանում։ Սեր այդ հաշվարկ չի։ Չես կարա նստես, որոշես ու հետո հասկանաս, որ չես սիրում ես այս մարդուն։ Սեր այդ պլյուս մինուս չի, որ հասկանաս պետք է այդ աղջիկա կողքը լինես, թե պետք չի, որ այդ մարդու կողքը լինես։ Իսկական տղամարդը պիտի պատ լինի աշխարհի ու այդ աղջիկա միջև, որ պաշտպանի այդ աղջիկան։ Իսկ դու ինչ արեցիր։ Ինչ արեցիր, դու ինձ մենակ թողեցիր, ամբողջ աշխարհի դեմ այդ պատի տակ կանգնած իմ ցավի հետ։ Հիմա եկել ես ինչ ես ասում։ Ես քեզ ճանաչում եմ, ես հասկացել եմ դու ով ես։ Ու ես քեզ չեմ վստահում։ Գիտես ուշացած սերը ինչի նման է։ Սառած թեյի։ Հա կարես մեջ մի քիչ շաքարավազ գցես, բայց այդ բան չի փոխելու, չի տաքանալու։ Այդ թեյը նույն համը չի ունենալու, նույն քաղցրությունը չի ունենալու։ Իսկ ինձ տենց հարաբերություններ պետք չեն։ Դու ինձ պետք չես։ Դու ինձ սիրում ես։ Դու ինձ սիրում ես, Սեյդա։ Ես քեզ կհիշացնեմ, որ դու ինձ սիրում ես։ Թող։ Թող։ Հա, մամջան։ Շուտ կգաս տղա ջան։ Չգիտեմ, ինչի ինչ-որ բան ա եղել։ Ինչ որ մարդիկ են եկել, գորին են հարցնում։ Ասեցի տեղյակ չենք, չեն գնում։ Չհասկացա։ Պատճառը տաքսիստը տա, ասեցի շատ չանդրադառնամ դրան, տիրապետեմ ինձ, կարող է սխալ եմ, բայց չէ, ես ճիշտ եմ ես։ Հերիքա Հարութի անունը տաս։ Բա ում անունը տամ, ամեն օր դրա հետ քարշ ես գալիս։ Կարող է գիտես էշի ականջում քնած եմ, չեմ իմանում ինչերով ես խառը։ Դու մոռանում ես, որ ամենտեղ ես աչքեր ունեմ։ Ես ամեն ինչ իմանում եմ։ Վել ինձ վատ եմ զգում, թող գնամ, խնդրում եմ, թող։ Դու ինձ ներելու ես։ Դու ինձ հետ ես ընդունելու, ու մեր մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Ու հələ մեկը համարձակվի քեզ ուրիշ ձև նայի։ Այդ աչքերը կհանեմ։ Ես հիմա զանգում եմ Մինասին։ 1000 անգամ ինձ զանգել է, զանգում եմ ասեմ գա ստեղ։ Ու դու ասում ես, որ ամեն ինչ քո կամքով ա եղել, որ դու ես ուզել, որ գաս ստեղ։ Դու ինձ ներել ես։ Նորից եմ կրկնում, ասում ես, որ ամեն ինչ քո կամքով ա եղել։ Վեր ասում եմ, թող, ինձ վատ եմ զգում, այլ չեմ դիմանում, թող գնամ, խնդրում եմ։ Հիմա ասածս կրկնում եմ, Սեդա։ Մինասին ասում ես, որ ամեն ինչ եղել է քո կամքով։ Եթե չէ, Մանեն կգնա ու իր ցուցումը կփոխի։ Մանեն հիշում ես։ Մանեն մոռանալ կլինի։ Մանեն գնում է ու ասում է, որ տաքսիստը իրան ստիպել է, որ սխալ ցուցմունք տա, որ սուտ խոսա։ Ու տաքսիստի մոտակա 10 տարին չես տեսնելու։ Թող, խնդրում եմ, ինձ լավ չեմ զգում, երդվում եմ, թող։ Սեդա։ 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 Սեդա հելի։ Ինչ
Ինչ կա մամ ջան, բա ուր են։ 5 րոպե առաջ գնացին։ Հո հետդ վաճան խոսել, նորմալ է ամեն ինչ։ Նորմալ է։ Հաստատ։ Հաստատ։ Մի 5 հոգի կլինեին։ Լավ, ես հասկանամ ինչ է կատարվում։ Հա, ինչ եղավ։ Չկա։ Հա։ Հա, Հասկացա։ Հիվանդանոցում է։ Չեմ խանգարում։ Մինաս երդվում եմ, ոչ մի բան չի արել։ Դու շատ լավ գիտես, ես նվերին չեմ պաշտպանի։ Ուղղակի ես վատացա։ Ես իրան չեմ գտել։ Պետք չի, ոչ մի բան մի արա, խնդրում եմ։ Իսկ դու ինչից վատացար։ Դե ես վերջին շրջանում շատ է տենց լինում, աղմուկից կամ երբ ինձ հանգիստ չեմ զգում, միանգամից վատանում եմ։ Հա, նվերը ինձ տարել էր համոզեր, որ միանայինք, բայց իրեն ավելորդ ոչ մի բան թույլ չի տվել։ Հետո ինձ տարավ հիվանդանոց։ Խնդրում եմ ոչ մի բան չանես։ Դու գիտես, որ եսի առաջի դեպքն է, որ ես չեմ կառավարում իրավիճակը։ Մի հատ պրոբլեմա գալիս, լուծում եմ, հետո երկրորդն է գալի, էլ եմ լուծում, երրորդն է գալի, էլ եմ լուծում։ Բայց հարցը այդ չի։ Հարցն է, որ պրոբլեմները բերում եք դուք, իմ ընտանիքի անդամները, անընդհատ։ Ես հասկանում եմ, դու ինձ ի նկատի ունես, որովհետև վերջին շրջանում ես եմ քո պրոբլեմների պատճառը։ Մենակ դու չես։ Բասուզին։ Դու գիտես ինքը իդեալական է։ Դու գիտես ինչքան խոսակցություն է եկել։ Դու գիտես ինչքան զանգ եմ ես ստացել։ Դուք չեք պատկերացնում։ Դուք ամեն ինչ անում եք, որ ինձ վնասը լինի, որ ին վրա խոսակցություն գա։ Իմ մոտ այս տպավորությունը։ Մինաս։ Ինչ է դա։ Դու գիտես, որ իմ համար իմ անունը ու իմ պատիվը ամենակարևոր բանն է, բայց դու առիթը չես բաց թողում մի բան փչացնես այդ ամեն ինչի մեջ։ Լսի, ես ուզում եմ, որ մենք իրար հասկանանք, անենց ոնց որ մենք հասկացել ենք իրար։ Ես քեզ միշտ եմ հասկանում։ Լուրջ ես ասում։ Դու գիտես, որ նվեր իրան արդեն կորցրել է։ Ես չեմ կարող իրան ղեկավարեմ արդեն։ Ցնդել է այդ տղեն։ Ինք իր պատիժը կստանա, բայց միջև այդ այնքան բաներ կանի, տակից դուրս չեն գա։ Եվ հա, որպես տղա ես իրան հասկանում եմ։ Այդ տաքսիստը կասկածել է քո գործում։ Ոնց պա իրան նվերը, երբ որ ինքը տեսնում է ձեզ իրար հետ։ Ու կապ չունի, որ դուք բաժանված եք, ամեն ինչը միանգամից չի մոռացվում։ Դու հիմա ստիպում ես, որ ես ինքս ինձ ված զգամ, որովհետև բոլորդ իմ ու Հարութի հարաբերությունները ուրիշ ձև եք մեկնաբանում, ուրիշ ձև եք վերլուծում, իսկ երբ որ մենք փորձում ենք բացատրել, ձեզ անընդհատ թվում է, որ մենք խաբում ենք կամ ինչ-որ բաներ հորինում ենք, բայց այդ տենց չի։ Բա որ տեսնում ես, ձեր շփումը ինձ դուր չի գալի, ինչի ես շարունակում։ Քո հույսը մենակ ես պետք է լինեմ, Սեդա։ Մենակ ես, ոչ թե տաքսիստը։ Իսկ եթե ինքը կապ ունենա այդ դեպքի հետ, ինչ ես անելու հետո։ Ինքը կապ չունի այդ դեպքի հետ։ Պարզա, ես եկել եմ քրոջս հետ խոսեմ, իսկ ինքը մեկ է իրան է պաշտպանում։ Գիտես ինչ կա, ես էլ ոչ մի բան չեմ անելու։ Թող նվերն ու Հարութը իրար սպանեն։ Ես էլ ոչ մի բան չեմ անելու։ Բայց եթե բանը դրան հասնի, այդ մեղն էլ է քո վզին լինելու։ Հետ ես ուզում։